Ես չեմ ասի իր խոցելի տեղերը, որ չօգնեմ իրան, շտկի, բայց բավականին խոցելի համակարգաստեղծ է, որպես մասնագետ եմ ասում։ Մեր համակարգը, որ ասում պետք է ստեղծենք, որ պետք է ստեղծենք, համարյա ստեղծված է։ Իմիջիալոց այդ գրանցել, չգրանցելը, կուսակցության գրանցել, չգրանցելը մեզ համար ավելի սենց հոգեբանական խնդիր է, քան ասենք, եթե սենց վերցնես մեր մեջ կուսակցություններ կա, մենք կարանք ցանկացած պահի դաշինք կազմենք, ստեղծենք համահայկական ճակատ դաշինք եւ մասնակցենք բոլոր քաղաքական ընթացներին անխտիր։ Ուղղակի եկան մի խումբ սպաներ, որոնք զորացրված են, ուզեցան քաղաքականության մեջ մտնել, ես իրենց առաջարկեցի այդ կուսակցությունը ստեղծեն, ես էլ աջակցեմ, թող մտնեն մեր կազմի մեջ եւ ինչ որ տեղի է ունենում։ Մենք համակարգում ենք, ամենակարևորը, որ այդ համակարգի մեջ կա ղեկավար, որը կարա իր վրա ընդունի որոշումներ, եւ կա կատարող, որը կարա այդ որոշումները կատարի։ Իր մոտ դա չկա։ Ինքը որոշում կայացնող չի։ Ինքը ցույցում է տալի քննիչներին գործառույթը։ Ես հավատացում եմ։ Երբ որ վաղ այդ քննիչից հարցում, ում ցույցումով է այս գործը հարցը, իրանից հրաժարվում։ Ինքը երբեք չի կարող ասի ես։ Կատարողն է պետք է վստահ լինի, որ ինքը մենակ չի մնում։ Քննիչները ներառում են։ Դա ոնց որ ուսումնել ապացուցում մեր թիմում կամ ասեցին խնդիրներ, մենք օրենքի սահմանում կարող ենք աջակցենք եւ աջակցենք։ Մնացածը թույլ տվեք ես չբացեմ, ինչ վերաբերվում է պայքարի մեխանիզմներին եւ այլ, ես դա էլ չեմ բացի, բայց մի բան ասեմ իրեն, թող իրանք լսեն, եթե ինչքան շատ կպած եք աթոռին, այնքան կոշտ ձեզ այդ աթոռից հեռացնելու են։ Ուրիշ բան չասեմ։ Մենք աշխատում ենք, որ այդ իշխանափոխության պահին ոչ մի հայի արուն չթափի։ Այդ թվում Նիկոլ Փաշինյանի արունը, որտեղ ինքն էլ է հայ, հələ որ մի սպասենք մեր տրիբունալը ինչ կորոշի, վաղ կտեսնենք։